Վարդաշենի բանտից 26 օր առաջ փախած 31-ամյա դատապարտյալի ճակատագրի մասին պարզվում է դատապարտյալին հաջողվել է լքել Հայաստանը գաղութից փախչելուց անմիջապես հետո։ Պատկերացնել, որ մարդը կարող էր փախուստի դիմել ու լքել երկիրը։ Ինքը պետք է հետախուզվեր, այդ հսկողությունը պետք է լիներ, իր անուն ազգանունը պետք է լիներ սահմանի անցման այն տեղերում, որտեղից դա հնարավոր է անցնել։ Իսկ ինչպես է դատապարտյալը հանդգնել հասնել սահման երկիրը լքելու նպատակով։ Դատապարտյալի անձնագիրը իր մոտ է եղել, չնայած այն պետք է պահվեր քրեակատարողական հիմնարկի չհրկիզվող պահարաններից մեկում։ Բանտապահներին նա կարողացել է համոզել, թե անձնագիր պարզապես չունի։ Միթե այդքան հեշտ է մատի վրա ֆռռացնել բանտապետներին։ Զարմանում են իրավապաշտպանները ու համոզմունք հայտնում, որ փախուստի դիմաց դատապարտյալը ազդեցիկ հովանավոր ունի։ Եթե չունենա հովանավոր, բարձր հովանավոր, նա չի կարող լքել երկիրը։ Կարող էր պատահել միայն այն դեպքում, երբ ինչ-որ մեկի հրահանգով նրան հեռացնեին երկրից։ Գաղութի փշալարերից այս կողմ անցած ու հանրապետությունից դուրս եկած դատապարտյալը պահվելիս է եղել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում առանց պահակախմբի, հայտնում է քրեակատարողական ծառայությունը, չհստակեցնելով փախուստի հանգամանքները։ Իսկ ով է փախած դատապարտյալը, նրա ինքնությունը ևս պաշտոնական աղբյուրները չեն բացահայտում։ Շամշյան Քոմի տեղեկությամբ Վայոց ձորից է, քրեակատարողականում անցկացրել է ավելի քան 1 ամիս։ Դատապարտված է եղել ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու մեղադրանքով։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նկատում է, որ Վարդաշենում հիմնականում պահվում են համակարգի մարդիկ, եւ ուրեմն նրա փախուստը կազմակերպված է ինչ-որ մեկի հրահանգով։ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում պահվում են իրավապահ համակարգի ներկայացուցիչները եւ կարծում եմ, որ շատ լավ գիտեն ով է այնտեղ։ Դատապարտյալի Հայաստանը լքելու մասին տեղեկությունը հաստատելու կամ հերքելու խնդրանքով քրեակատարողական ծառայությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք, արդյոք դատապարտյալի անձնագիրը իր մոտ է եղել։ Իսկ քննչական կոմիտեին դիմել ենք հարցով քրեակատարողական հիմնարկում ենթադրյալ պաշտոնեական անփութության դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է վարույթ։ Քննչականը առայժմ միայն հայտնում է, որ վարույթ կա պատիժը կրելուց խուսափելու հոդվածով եւ որ մեկ մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։